Ուսիտ էլ պատժելու եմ, թուր աղբեր փոշմանելու եք, որ շփոթվել բախտի բերմամբ լույս աշխարհ եք եկել, սատկացնելու եք եք։ Էսի տունն այդ ես քեզ կարամ տնից դուրս հանեմ, ոչ թե դու բացեցի մոտ թե կզանգեմ հունան։ Ատալի, հələ տեսնում ով այս աղտալի հունանով աղտալի, տո թունը տո հունանինն եմ, աներ չեմ արը, որ հունանը տիպը տենա։ Այս տունի մաղբեր իրա փողերով առել, այ մոլախոտ, ձրյակ է, տոն պեսա, բաց ես դուրը, բաց կեզ ասում ու դուրս գնա իմ տնից։ Խելագար, աննորմալ, գիշ, դու սպասի, խելագար, տեսա կզանգեն, քեզանով կզբաղվեն հատուկ մարդիկ, խելագար։ Ոց դուրը, ում ես զանգում, ավո, ավո։ Դե որ եկել ես առաջացի, ինչ ես տենց կանգնած մնացել։ Կանչել ես եկել եմ։ Կանգնած եմ մնացել, որովհետև համապատասխան ընդունելության չարժանացրիր։ Լեորի նստենք։ Լեա թող։ Մեծ տղա է, կարծում եմ չի ամաչում։ Շատ պահանջկոտ երիտասարդ է քեզ բաժին ասել աղջիկ ջան։ Եկել չի եկել իր պահանջներն է ներկայացնում։ Բայց հանուն քեզ ես պատրաստ եմ իր պահանջներին ընդառաջ գնամ։ Ու ինձ թվում է սեղանի շուրջ նստած խոսելը շատ ավելի հաճելի է ու հարմար։ Ինձ ստեղել է հարմար։ Ինձ հարմար չի։ Իմ աղջկա մասին պատերի տակ խոսելը հարմար չի։ Լեո, խնդրում եմ արի նստենք։ Չարժե ես լարված ֆոնին հարաբերություններ կառուցել։ Լեո զսպիկ ես չտրակ ես։ Սուրճ կխմես։ Դժվար թե։ Ինքը սպորտսմեն է։ Սուրճն էլ վնաս է։ Իմ նման բարձի թողի չի էլի։ Չնայած ջահել ժամանակ ես էլ էի քո նման ինձ հետևում։ Սպորտսմենին վայել։ Որովհետև ինձ սազել է սազում, լուրջ աչքը չեմ կարող կտրեմ քեզնից։ Բայց ինչի չթողեցիր է փոխվեմ։ Մի տեսակ տենց խորթ եմ զգում ինձ այս հագու կապի մեջ։ Դե որ խորթա հիմիկվանից փորձի քեզ սովորացնես, որովհետև դու իմ կողքին միշտ պետք է փայլես։ Լսի, իմ փայլը հագուստով չի, որ պայմանավորված է, ես ներքին փայլ ունեմ, դրանով եմ փայլացնում։ Որովհետև դու ինչ տիպն ես, մանան։ Ինձ թվում է խասաթովը տեսնես գրավը գիտես, չէ՞։ Տուր բռնեմ։ Ոնց ես բա քեզ զգում, լավ ես։ Հա, շատ։ Դե ուրեմն այսպես շատ լավ տրամադրությամբ էլ գնում ենք մեր տուն։ Ոնց։ Երբ։ Աղջիկ ջան, դուք ժամանակաձևերը չեք անցել, գնում ենք։ Նշանակում է հիմա գնում ենք։ Դե դեբիլ չեմ, հասկացա։ Բայց ինչի սենց մի անգամից ես պատրաստ չեմ։ Ոնց պատրաստ չես, այնա տեղը տեղին հակել կապել ես, լավ էլ պատրաստ ես։ Լսի, հոգեպես պատրաստ չեմ։ Մենք կես ժամ ճանապարհ ունենք մինչև մեր տունը, այդ ընթացքում փորձի քեզ տրամադրես հոգեպես պատրաստ ես։ Դա վատա սմիլ արվի, կյանքս տնեցի քո մարդակեր չեն։ Արի։ Բաց դուրը, լսում ես, բաց։
Ով եք դուք։ Ինչ եք եկել։ Ինչի դուրը չէի բացում, անասուն։ Ինչի չէի բացում դուրը։ Էրնա, ցավը տանը, մեր տան դուռը միշտ բաց է։ Դու չես ուզում ներս գաս։ Շնորհակալ եմ։ Ձեզ շատ շնորհակալ եմ, որ շուտ արձագանքեցիք։ Ինքը արդեն միջավայրից բացի իր համար է վտանգավոր, ես անհանգստանում եմ, քեզ հանգիստ ցավը տանը։ Պիտի նորից բացեմ, որ հանգստանաս ու ինձ հանգիստ թողնես։ Ներարկում պետք է անենք։ Ինչ ներարկում, ինձ ներարկում պետք չի։ Պետքա, խնդրեմ, պետքա, անհապաղ պետքա, խնդրեմ։ Էրնա, ցավը տանեմ, ինչ անում են, քո համար են անում, ինձ վստահի, ցավը տանեմ։ Որոշ թղթեր ունենք լրացնելու։ Իհարկե, դոկտոր ջան, ես կգամ, ես պատրաստ եմ, ես իմ կնոջը մենակ չեմ թողնի, Էրնա, խնդրում եմ, ցավը տանեմ։ Թող։ Ես շատ հզոր աղբեր ունեմ, որ իմանա ինչ եք անում, սաղիդ վերջը կտա։ Խնդրեմ, այսենց, բժիշկ ջան, այսենց երևակայությունների տակ ապրում է, ինքը ինձանից բացի ոչ ոք չունի, փչացել է թե իր կյանքը, թե մեր կյանքը, տարեք, խնդրում եմ, անհապաղ բուժեք իմ կնոջը։ Մի կպից, թող։ Էրնա, ցավը տանեմ, բժիշկ, արագացրեք, խնդրում եմ, արագացրեք, մոտեցեք։ Հանգիստ, ցավը տանեմ, հանգիստ։ Ինչ ես անում։ Թողեք զանգեմ աղբորս, ախր դուք ինձ պիտի չտանեք, ես սրիկային պիտի տանեք։ Բանի տեղ մի դրեք, հա, խնդրում եմ, բանի տեղ մի դրեք, բժիշկ ջան, արեք հնարավոր ամեն բան կնոջս այս վիճակից դուրս հանելու, խնդրում եմ։ Ով թող ինչ ես անում։ Այս այա, իմ խելոք կինը այս այա։ Բժիշկ ջան, արեք հնարավորին ամեն բան, ուշքի բերեք կնոջս։ Խնդրում եմ, տանենք, հնարավորին շուտ տանենք հիվանդանոց։ Ջան, դու գնացես ես իմ մեքենայից կգամ, հա։ Երիք անստի։ Անստի թող մեր տաղ նրա մատքերը հավաքի ու արտահայտի։ Տղեն մտքերը արտահայտելու խնդիր չունի։ Ես Լեայի համար եմ եկել ստեղ։ Շատ լավ է։ Սիրում եմ քո դուխը։ Ամեն տղա չէր, որ ռիսկ կներ մոտենալ իմ աղջկան։ Պապ, ես ու Լեան։ Խոսում եմ։ Մեր ընտանիքների միջև շատ վատ պատմություններ եղան։ Բայց ես աչք փակեցի ու եկա քո տուն, որովհետև սիրում եմ աղջկատ։ Ու ուզում եմ կյանքս կապեմ իր հետ։ Դու քոնը ասեցիր, հիմա էլ մենք կասենք մերը։ Ավելի շուտ ես։ Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Սարգսյանների ու Մակունցների ընտանիքների միջև շատ վատ ջրեր են հասել։ Բայց հիմա ամեն ինչ պետք է սկսենք մաքուր էջից։ Բարեկամություն սկսելու համար պետք է ասել շատ կարևոր մի բառ։ Նույնիսկ կախարդական մի բառ։ Ներողություն։ Ես պատրաստ եմ, որպես իմ աղջիկը երկրպագու քեզ ընկալեմ ու ընդունեմ։ Եթե խնդրես ներողություն։ Պապ։ Քո ու քո ընտանիքի անունից պիտի ներողություն խնդրես։
Ես ոնց հասկացա մեր խոսակցությունը ճիշտ հունով չի գնում։ Նստել ենք, ոչ մի բանից չեք օգտվում, հյուրասիրվեք։ Ես չեմ էլ ուզում ինչ-որ բանից օգտվեմ։ Ամեն տուն չի, որ ես սեղան եմ նստում։ Վտանգավոր հայտարարություններ ես անում։ Կարողանալու ես դրա տակից դուրս գաս։ Շատ ճիշտ ես անում։ Ու դու մեղավոր չես, մեղավորը ես եմ։ Որ ամեն ինչի վրա աչք փակեցի ու եկա քո տուն, բայց ասեմ, որ այդ աղջկադ համար եմ արել։ Լեո, խնդրում։ Սուս մնա, Լեա։ Դու ով ես, արա, որ իմ մեջ իմ աղջկա վրա գոռաս։ Պապա խոստացել էիր։ Լեա, մի խառնվի։ Կարծում եմ հայրդ ու Լեոն լեզու կգտնեն։ Ուղղակի երկուսն էլ շատ բռնկուն բնավորություն ունեն։ Ես էլ բան չունեմ ձեր հետ խոսալու։ Ու շատ սխալ քայլ արեցի, որ եկա հասա ստեղ։ Մի հատ հավաքի քեզ։ Իսկ ներողության պահով շատ ճիշտ ես։ Դուք մակունցներդ ծնկաչոք եք ներողություն խնդրել։ Ու ես էլ երբեք ես տուն ոտք չեմ դնելու։ Լեո, մի րոպե։ Բարև, հետաքրքիր ազնվորություն։ Բարի օր, բայց ինչի՞ դե։ Որովհետև դու այն աղջիկն ես, ով հետաքրքրեց ինձ։ Ահագին ինձ լավ զգացի։ Իրականում ափսոս, որ մեր հանդիպումները այդքան ոչ հաճելի պայմաններում էին լինում։ Հա, չեմ հերքում։ Հիվանդանոցն այդքան էլ լավ պայման չի հանդիպման համար, բայց ոչ էլ դժգոհում եմ, որովհետև հիվանդանոցային պայմաններում մեր կապը ավելի ամրապնդվեց։ Արի այսօր տարբերվող հանդիպում կազմակերպենք։ Ես քեզ հրավիրում եմ սրճարան, բայց նախորոք ասում եմ մերժում չի ընդունվում։ Իսկ ով ասեց, որ ես մերժելու եմ։ Ուղղակի այդ քո վիճակում ավելի լավ է տանից դուրս չգաս։ Համ ասում ես չեմ մերժելու, համ էլ մերժում ես։ Դավ, եթե դեմ չես, կարանք ձեր տանը հանդիպենք։ Դե եթե քեզ հաճելի է մեր տանը, ոչ մի խնդիր։ Հա, իհարկե հաճելի է։ Լսի, դու կեքս սիրում ես։ Հա? Չէ, իմ հետ ամեն ինչ կարգին է, ուղղակի կեքս եմ սարքում ու ասում եմ, որ իմ մոտ անմահական է ստացվում։ Դե միջև չփորձեմ, չեմ կարող ասեմ։ Մամ, հերիք հայտել, պարկի հանգստացի, որ գործ չանես աշխարհը չի քանդվելու։ Բալես աշխարհը չի քանդվի, բայց ես ինձ վատ կզգամ։ Ինչի համար պետք է ված գաս։ Մամ, դու իմ համար այնքան բան ես արել, որ հիմա մենակ պետք է հանգստանաս։ Ու նաև պահանջողի դերում լինես։ Բալես իմ պահանջը միայն մեկն է, որ դու երջանիկ լինես ու հիշես, որ այս կյանքում միայն ես քեզ ունեմ։ Մամ, Հայաստան գնալու տոմս եմ վերցրել։ Ճիշտ է, հիմա դեմքի տխուր արտահայտությունը այլ բան է ասում, բայց
Չեմ ուզում, որ նեղվես։ Որ նեղվեմ ինչ պետք է անեմ։ Արդեն որոշել ես մեկը գնալու ես։ Ուղղակի սենց լավ չէր։ Գնայիր Հայաստան, հետո նոր տեղյակ կպահեիր։ Մամ, բայց ես քեզ ասել էի, որ Հայաստան եմ գնալու։ Հա, բայց մտածեցի, որ կփոշմանես ու ինձ մենակ չես թողնի։ Կարճ ժամանակով եմ գնալու, մամ ջան։ Էս ինչ հաշիվ է։ Հյուր ունենք, ով իրան վատ դրսևորեց։ Մենք էլ իրան որոշել ենք դռան տեղը ցույց տանք։ Դե հերիքա, պապ։ Դու ինձ չես կարա դռան տեղը ցույց տաս։ Պատվիցս վեր էր ստեղ լինելը ու հերիք չի սեղան նստելը քո հետ։ Կարող եմ այդ բերնիդ ուտես արա։ Բա ում ես սպասում։ Գրիշ, մենք մեր տունը հարգում ենք։ Լեո քույրդ է այստեղ։ Գուցե ավելի հարգալից գտնվես ու հետ դառնաս։ Նախր սա ինչ գիտի հարգանքն ինչ բան է։ Թողեցինք, որ գմտնի մեր տուն, մեր հետ սեղան նստի, փորձի բարեկամություն անի։ Մեծահոգությունը բարձվում է վատ բան է։ Պիտի ամեն մեկին ի սկզբանե իր տեղը ցույց տաս։ Ես ամեն ինչը աչքդ եմ մտցնելու։ Իսկ դու տես ուր ես եկել ու ում ես ընտրել։ Արա ոնց որ մենք դուրսը շարունակենք հա մեր խոսակցությունը։ Դու էլ հանգարց չմտածես, որ աղբորս Արոնը մարսեցիր։ Նստելու համար քեզ էլ է հատուկ հրավեր պետք։ Գրիշո աղջիկը կանգնած է մնացել։ Ես երևի գնամ։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Դու այստան ապագա հարցնես նես որ պետք է մնաս։ Սրա համար էր ինձ կանչել։ Էս էր հորդ խոսալը։ Լեո, երդվում ես պապայից սենց ման չէի սպասում։ Իսկ ես ամեն ինչ սպասում էի հորիցդ։ Բայց եկա, որովհետև դու էիր ինձ խնդրել։ Լեո, որն է իմ մեղքը, ասա, խնդրում եմ։ Ես ընդհանրեն ուզում եի, որ ձեր կոնֆլիկտը հարթվի։ Գալիս ես իմ հետ։ Ես ինչ հաճելի անակնկալ արեցիր աղջիկ ջան։ Չէ՞ դավա։ Նենց է, ես գիտեի, որ Նարեն գալու է։ Դե դու պարտիզան ես, ինչ ասեմ։ Ես էլ ասեմ, ինչ առավոտից ուրախ պտտվում։ Ծովի ալիքների պես իրան պատեպատ չի տալիս։ Նա պապի ամաչացնում ես։ Էդ որ չբերեիր դուրը չէինք բացելու։ Գիտե չենք նտխել։ Դու ոնց որ ամեն ինչ գիտես, հա։ Դե նախորդ ասել էի, որ գեքսեմ վերելու, պապի։ Լավ ես արել, դե շպվեք, շատ շպվեք իրար հետ, որ սայլը տեղից շարժվի։ Պապի, որ փորձես անպայման կարծիքդ կասես։ Անպայման կփորձեմ ու կասեմ, տեսքը շատ կայտակալիչ է, հուսամ համնել տեղն է, դե ես գնամ։ Ուր։ Իմ սենյակ, կեքսը որ կտրեք, ինձ չմոռանաք։ Պապին ինձ ստիպեց ամաչել։ Դու գիտես չէ, որ հենց նոր իմ կյանքի ամենակարևոր ու ամենաուժեղ մաքսատունը անցեր։ Պապին քեզ շատ է հավանում։ Դու էլ քո հերթին ես ինձ ստիպում կարմրել։ Լավ չես անում, Նարե աղջիկ։ Որ այս կեքսը բերել ես ու չես էլ հյուրասիրում ես։ Դե որ ինձ ուղեկցես խոհանը, շնորհակալ կլինեմ։ Համել ստիպված չեք լինի սպասել։ Խնդրեմ։
ես ինչի հիմար քայլ արեցի։ Ոնց ինքս ինձ տարարելով հասա քո տուն։ Ով ես դու ունան մակունց։ Ով ես դու արա, որ փորձես նվաստացնես ինձ։ Տրորես իմ ինքնասիրությունը։ Թե ինձ լակոտի չսատկացրինք իմացար ամենակարողն ես։ Վայ դավու։ Ինչի մտար ուղեղս, ինչի ամոզեցիր, որ գնամ դրանց տուն։ Չնայած ինձ ես պետք էր, որ միշտ հիշեմ ով դա, որ դրա հետ երբեք պետք չի թուլանալ։ Ամենաշատը ինձ չեմ ներում, որ անտեսեցի Դավոյի առնում ու առաջ անցա։ Սա սիրտս կկանգնի։ Եթե անկեղծ լինեմ, երբեք չեմ մտածել շուտ ամուսնանալու մասին։ Բայց ոնց որ ասում եք, կյանքում երբեք չպետք է բացառություններ անենք, էլի, թե չէ կարող է կյանքը պատժի։ Դրա համար էլ կյանքը քեզ ուղարկեց այս աղջնակի։ Անունդ ոնց էր։ Մանան։ Գոհես պապ ջան։ Այն ինչ որ մտածել էր, ինչ որ ծրագրել էիր, արեցիր այսօրվա համար։ Լեա, հանգիստ։ Լեան ինչ սկսել ես լակոտի հետ շփվել, քաղաքակրթությունը մոռացել է։ Տեսանք ինչ քաղաքակիրթ էիր։ Շատ շնորհակալ եմ ինձ երջանկացնելու համար։ Իսկ քո վրա ես առհասարակ զարմանում եմ։ Դու ոնց ես այդտեղ հանգիստ նստել, երբ որ աղբերդ այդ վիճակով գնաց։ Ինձ կներեք։ Ստինա, կհանգստանա կգա։ Կներեք, բայց աղջկաս այս վիճակում չեմ կարող թողնել։ Լավ է, էլի։ Ոչ մեկը չի մնում մի հատ նորմալ դիմավորենք իմ ապագա կնոջը։ Կարող է իսկապես գնանք։ Չէ։ Այո։ Դավիթն ասեց պապին այս ժամին սուրճ չի խմում։ Հավատացնում եմ, չի խաբել։ Պապի, բայց որ ուտես չհավանես, անկեղծ կասես։ Բայ, չեմ կարող չհավանել։ Լավ մարդու ձեռքը միշտ համովա լինում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ աղջիկ ջան, որ Աստված նայեց Դավիթիս վրա ու բերա, գնա, Դավիթը սուրճը սառը չի խմում, համել երկար սպասել չի սիրում։ Հարկը շատ Տեր Աստված։ Այո։ Ինչ ասեց։ Առանց փորձելու գովեց։ Ճիշտ էլ արեց, որովհետև իմ կյանքում կերած ամենահամով կեքսն է էսի։ Անուշ լինի։ Տեսօր դու էլ ասում ես ինչ որ տեղ գնանք, բայց սենց ավելի լավ ստացվեց։ Հա, ինչ խոսք։ Լավ մտածեցիր։ Գիտես, այսօր քո մասին մի հատ եմ բացահայտում անել։ Ինչ։ Որ դու սուրճը սառը չես սիրում։ Էլ ինչ ասել քեզ իմ մասին, պապին։ Լեոն Հիմարստանից եկավ տուն։ Էշեշ գնացի, էշեշ եկա։ Ինչ ա եղել։ Էս ինչ շուտ եկար։ Բա մնա ինչ անեի, պապի ջան, տայ մակունստերից մեկին սատկացնեի։
Լեո մի հատ հանգստացի։ Չեմ կարող հանգստանամ, Դավոն, հենց գժված եմ, ինչի դրանց տուն ուղարկեցիր ինձ։ Ինձ կներեք, հա, ես գնամ արդեն։ Ես շատ վատ եմ ինձ զգում, որ իմ տիկինն այսօր էստեղ է, բայց հասկանում եք ինձ, ես ուրիշ տարբերակ չունեի, նա վտանգավոր էր դարձել, հեք, տեսեք, որպես մասնագետ տեսեք, ես մասում եմ պրծել, տիկին, ես հազիվ եմ ողջ մնացել։ Պետք է ավելի շուտ դիմեիք մասնագետների օգնությանը։ Ես շատ եմ սիրում տիկնաչս, ես չէի ուզում, որ ինքը այս բախտին արժանանար։ Մեզ պետք է խոսել նրա բոլոր հարազատների հետ, հասկանալով խնդրի ծագումը, որպեսզի կարողանանք բժշկական օգնություն ցուցաբերել։ Իրականում նա հարազատ չունի։ Իմ կինը դժբախտ աղջիկ է։ Նրա եղբայրը նրանից երես է թեքել։ Իր հայրական դռներն է փակել իր քրոջ առաջ։ Նրա եղբայրը նրան տեսնել չի ուզում։ Ես եմ կնոջս կողքին, Էռնայիս կողքին, բայց ինչքան էլ անեմ, ինչքան էլ սիրեմ, ինչքան էլ ցանկանամ երջանիկ ապրենք, միևնույնն է, նաև իմ կյանքն է վտանգված։ Այդ աղջկան էլ հասկանալ կարելի է։ Ինչքան կարելի է ապրել, լինել մարդասպան եղբոր կողքին, մեղք չէ այդ աղջիկը։ Վտանգված է։ Ծանր հայտարարություններ եք անում։ Պրոֆեսոր ջան, ես ձեզ խնդրում եմ, հնարավորինս քնեցրած պահեք Էռնային, նա կարող է վտանգավոր լինել ձեզ համար, ինձ համար էլ չեմ ասում։ Մեր աշխատանքում մեզ խորհուրդ տալ պետք չէ։ Չպետք է գնայի, չէ, չպետք է, ուղղակի չպետք է գնայի, չպետք է Սարգսյանների անունն ու պատիվը տրորեի։ Սարգսյանների անունն ու պատիվը ոչ ոք չի տրորել։ Իսկ այդ անասունը ինչ որ արել է, մենակ իրանա վնաս լինելու։ Չէ, չպետք է գնայի։ Ես զիջումների ուղղակի չպետք է գնայի։ Այդ սխալ էր։ Գլնի քեզ չմեղադրես։ Ինչ որ արել ես ճիշտ ես արել։ Ու պետք է էսի անել։ Պետք է անել նրա համար, որ հետո մենք բոլորս մեզ չմեղադրեինք։ Չէ, ես ինչ չեմ ներում։ Ուղղակի չեմ ներում։ Էդ ով է, որ ինձ պիտի կանչի, ես այտենց վազելով գնամ։ Մի տանջիր քեզ մեղքի զգացումով։ Դու գնացել ես, որովհետև սիրածդ աղջիկն է քեզ կանչել։ Դու քեզ տղամարդու պես ես պահել։ Ինչը չեմ ասի նրա հոր մասին։ Հաստատ։ Բա Լեան ինչ էր ասում, ինչ էր անում։ Դե ինչ պիտի աներ Դավո։ Վազելով հետևիցս եկավ։ Ուզում էր խոսար, բայց դե արդեն ինքան ներվայնացած էի, չլսեցի էլ։ Լեո, ինձ թվում է, որ դու պետք է մոռանաս այդ աղջկան։ Իհարկե։ Եթե նա հանգիստ կանգնել նայել է, թե ոնց է իր ընտանիքը քեզ նվաստացնում, ուրեմն դու այդ աղջկայի հետ ոչ մի ճանապարհ չունես։ Թե դու ուրիշ կարծիք ունես այս հարցի շուրջը։ Դուք պետք է այդ մանանին տենայիք։ Ես ամենաշատը ինձ դրա համար չներեցի, որ այդ գրիշի ուղեկցությամբ տեսա դրան։ Ոչ մի բառ չկարացա ասեմ, ոչ մի բան չկարացի անեմ։ Ոնց որ օտար մարդիկ լինեինք, Դավո։ Դրա մասին չեմ ուզում լսեմ, Լեո։ Հա դե իհարկե, դու չես ուզում լսես, բայց ես ստիպված եղա համ տեսնեմ, համ էլ դիմանամ այդ ամեն ինչին։ Ասենք դուրս եկա, ոնց որ անծանոթներ, ոչ մի բան։ Լեո, կարաս այս թեմայով չխոսաս։ Ամբողջ կյանքում երազել եմ, որ ընտանիք ունենամ ու այդ ընտանիքը ամուր լինի, որ ոչ ոք չկարողանա ներխուժել։ Բայց այսօր իմ ընտանիքի մի անդամը հակառակ կողմում է կանգնած։
Հիմա մտածում ես դիմացդ ինչ վատ մարդ է, չէ՞ նստած։ Աղբորդ հետ ինչ վատ ա վարվել։ Բայց մի կարևոր փաստ եկեք չմոռանանք, որ աղբերդ անդասիրակ լակոտ է։ Ու իրան ընձեռված հնարավորությունը չի օգտագործում։ Իսկ անշնորհակալ մարդկանց Աստված պատժում է։ Պապարի փագենք էլի թեման։ Փագենք։ Բայց սա ապագա կնոջդ մի երկու բան եմ ուզում ասեմ։ Այս պահից սկսած մոռանում ես քո տունը, քո ընտանիքը, մոռանում ես, որ դու Սարգսյան ես, մոռանում ես նաև քո ըմբոստ եղբայրներին։ Տունն ու ընտանիքը տենց մի անգամից մոռանալ չի լինում։ Այս պահից սկսած դու Սարգսյան չես։ Էս է քո տունը։ Մենք ենք քո ընտանիքը։ Դու սրանից հետո մակունց ես։ Շատ ճիշտ բան ասում ես։ Եթե կան մակունցները, վեր ինչ Սարգսյան։ Գնա, չեմ ուզում խոսենք։ Լեա դուրը բաց երկու բար փոխանակեմ։ Ինչ ես ասելու։ Ինչ արդարացում ես գտնելու։ Հարցը արդարանալը չի, ես որպես մայր ուզում եմ կողքիդ լինել։ Դու միշտ մենակ պապայի կողքին ես եղել։ Ես երբեք քո ներկայությունը չեմ զգացել, մամ։ Հիմա դուրս արի օգատար մոր կերպարից։ Գնա։ Սիրելիս ինչ-որ դժգոհություններ կան։ Իսկ ինչից գոհ լինեմ։ Նրանից, որ չնայած աղբորոտ այդ դեբիլ պահվածքին իմ տնեցիք շատ լավ քեզ ընդունեցին ու նորմալ է հետը չփվեցին այդ դրանից։ Հա, շատ նորմալ էր։ Բա իհարկե նորմալ էր։ Կարող են աղբորոտ պահվես նեղված։ Ըստ իս ճիշտ չէր առաջին օրով իմ դիմաց պահանջներ դնելը։ Բայց շատ էլ նորմալ պահանջ է, մանան ջան։ Եթե ուզում ես մակունց լինել, ուրեմն պետք է հրաժարվես Սարգսյաններից էլ, Սարգսյան լինելուց էլ։ Ուստ քեզ դա նորմալ է։ Հա, բա իհարկե նորմալ է։ Առաջինը իրենք են քեզնից հրաժարվել, երբ որ իմացել են իմ հետ ես կապի մեջ։ Տենց չի։ Տենց է։ Դե որը տենց է։ Ուրեմն դու իմ հորից նեղանալու պատճառ չունես։ Ուղղակի մերոնք էլ իրանց պատճառներն ունեն ձեզ չընդունելու։ Աղջիկ ջան, դու հիմա մեր կողմից ես, թե իրանց։ Չնայած որ աղբորոտ հետևից չգնացիր, իմ համար արդեն բոլոր պատասխանները պարզ են։ Լեո, լսում ես ինձ։ Հերդ բանը բաց թողել զանգել ես փոխանցես։ Արագ գնացիր չհասցրի ասեմ։ Ինչ։ Էն որ ես հավատարիմ եմ մնում իմ ընտրությանը։ Ու եթե դու պապայի այսքան արածից հետո պատրաստ ես ինձ ընդունել, ես գալիս եմ իմ ընտրության հետևից։ Հիմար մանուշակը գլխիցս դուրս չի գալիս։ Ճիշտ է դժվար է, բայց պետքա փորձենք համակերպենք Մանանի որոշման հետ։ Պետքա փորձենք ընդունենք կամ բաց թողնենք։ Արդեն իրոք չեմ հասկանում, որ նա ճիշտ է դեպքում։ Լեան էր զանգել։ Ինչ էր ասում։ Էլի հեր ուզում ա քեզ տենա։ Չէ, բայց ես պետք է այդ մակունցին տենամ։ Զանգել էր, ասում էր, որ գալիս է։ Մեր տուն։ Հա։
Ասաց, որ ինքը իր ընտրությանը հավատարիմ է մնում։ Իր ընտրությունն էլ ես եմ դավ։ Դեմ եք, որ գա։ Եթե այդ աղջիկը քեզ է ընտրել, մեր տան դուռը բաց է։ Իսկ մտածում ես հետո ինչա լինելու։ Ես յուրաքանչյուր մակունցի վրայով կանցնեմ դավը, եթե հանկարծ խանգարեցին մեր միությանը։ Դե եթե մենք Մանանի ընտրության հետ հարմարվում ենք, ուրեմն թող իր ընտանիքն էլ Լեայի ընտրության հետ հարմարվի։ Գնաբաց, սիրածդ աղջիկը կրնի։ Չէ, ասենց շուտ։ Հյուր ընդունում եք։ Ոնց չափ, պես բարի գալուստ։ Ապրես։